Սրբազան հայր, չնայած Հայաստանի իշխանությունների խաղաղությանը ձգտելուն նկրտումներին, այդուհանդերձ ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, որ խաղաղության պայմանագրի համար Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պետք է փոփոխվի եւ դրան զուգահեռ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման, նա պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ թղթի տակ, քիչ առաջ էլ հայտարարեց, որ իր հանձնարարականը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հստակ է, հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել, Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի։ Նախ դուք զգացիք, չէ՞, ինչ սահուն անցում կատարեցին պայմանագրից համաձայնագրի։ Պայմանագիրը բոլորովին այլ բան է, համաձայնագիրը բոլորովին այլ։ Այս մարդու նպատակը մեկն է, որևէ կերպով փորձել ինչ-որ բան ստեղծել ժողովրդի վրա խաղաղություն ծախելու համար։ Բայց որքան խորանում է դրա մեջ, այնքան ավելի պատերազմի եւ կորուստների վտանգ է բերում մեր գլխին։ Եվ արդեն այս վերջին հայտարարությունը չկա նման բան։ Աշխարհի պատմությունը չունի նման օրինակ, որ երկրներից մեկը հակամարտող ասի, որ ես միակողմանի համաձայնագիր եմ ստորագրում։ Կարող են նաև որևէ մաքուր թուղթ ստորագրել, ասենք, կամ ապրիորի ստորագրություն փոխանցել էլեկտրոնային ընդեղ իր փոխարեն դնեին ինչ տեքստ տակ ուզում էին։ Սա ամբողջական հանձնման մասին է։ Սա ինքն է իր արածով։ Մեր խնդիրն է այս հարցը լուծել։ Մեր խնդիրն է այս հարցը լուծել։ Եվ այո, ես անցյալ շաբաթ եմ ասել, հիմա էլ կրկնում եմ։ Շատ հստակ է, որ սրա արձագանքը քաղաքական դաշտից, հասարակական դաշտից, բոլորի կողմից պետք է լինի։ Ուր են սպայական կազմերը ներկա եւ նախկին, ոստիկանական կազմեր ներկա եւ նախկին, գործարարներ, որոնց ամենավերջին տերորի են ենթարկել բոլոր առումներով, իրենց լեզվով եմ ասում, իրենց քերում են հնարավոր եւ անհնար տարբերակներով։ Ուր են մշակույթ, հասարակական գործիչներ, դասախոսներ, ուսուցիչներ, որոնք երգեր են գրում, բանաստեղծություններ են գրում, սեղանների առջև երեխաներին սովորեցնում են ինչ-որ բաներ, պատմություն եւ այլն, արժանապատվություն։ Այս ձայն պիտի բարձրանա բոլոր ուղղություններից։ Հրապարակում կլինի կամ այլ կերպով։ Շատ մեծ, եւ ես ձեզ ասեմ, որ այս մարդու միակ մտահոգությունը ժողովրդային ընդվզումն է, եւ այդ պատճառով խնդրել է աշխարհի տարբեր անկյուններում իրեն աջակցել մնալու իշխանության, որպեսզի բոլորի կամքը կատարի։ Եվ մենք պետք է թույլ չտանք ուղղակի, հասել է ժամը։ Հայ, տեսեք, ի պատասխան այս ամեն ինչի հետ համաձայնագրի վերաբերյալ քննադատություններին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է, ես ուզում եմ հասկանալ ինչի դեմ են պայքարում։ Պայքարեն մեր դեմ նկատի ունենալով իշխանությանը, պայքարեն հրապարակված որևէ բանի դեմ, որը ակնհայտորեն երևում է, ասում է, եթե իրենք չեն տեսել այդ փաստաթուղթը, չգիտեն ինչի մասին է խոսքը, ապա ինչի դեմ են պայքարում։ Չնայած որ նաև դրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ըստ էության ժողովուրդը տեղյակ է ինչի շուրջ են բանակը։ Ուրեմն շատ ճիշտ է ասել մեր Խաչիկ Մանուկյանի լեզվով ասած այդ գոյանքը։ Թող հրապարակեն փաստաթուղթը։ Տղամարդկություն ունեն, այս ժողովրդին ասում էին, չէ, մենք թաքուն բան չենք անելու։ Հրապարակային է մեր գործունեությունը, մենք ոչինչ չենք, թող հրապարակեն, կետ առ կետ, ամբողջական փաստաթուղթ, որպեսզի տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չտրվի։ Թող հրապարակեն, նույնիսկ արգելել են падգամավորներին տեսնելու այդ փաստաթուղթը։ Падգամավոր, եւ հիշում եք խորհրդարանում բարձրագոչ աղաղակում էր ասելով, որ ես եմ արգելել։ Թե դրա իրավասություն ունի, թե ոչ, դա էլ երկրորդ հարցն է։ Բայց թող հրապարակեն։
Իրենք ստախոս են, ստախոս, իրենք իրար էլ խապելու մեջ վարպետ են։ Բոլոր ուղղություններով, սա անբեկանելի ճշմարտություն է։ Եվ այո, մենք ինչի դեմ ենք պայքարում, մենք ոչ մի բանի դեմ չենք պայքարում, մենք պայքարում ենք հանուն Հայաստանի, հանուն մեր գոյության, պայքարում ենք իրենցից ազատագրվելու եւ աշխարհին նորմալ ներկայանալու, հարաբերությունների մեջ մտնելու, արժանապատիվ հարաբերություններ հաստատելու, ոչ թե գերի ու ստրուկի կարգավիճակով։ Եվ այ ուր են ռազմագերիների խնդրի մասին ենք անցել օրը խոսում կամ ամեն օր խոսում։ Դուք տեսել եք մի պետություն, որի կառավարությունը չզբաղվի իր քաղաքացիներով, որոնք գերեվարության մեջ են, բայց քաղաքացիները տարաբնույթ միջազգային կառույցներ ու երկրների դեսպանատներ եւ այլն արժեվ ցույց անեն, խնդրանք աղաչանքներ, սա տոտալ պետության տոտալ չգոյության մասին է, ոչ մի կառույց չգործելու մասին է, լրիվ թողնված քաղաքացիական նախաձեռնությունների վրա փոքր ու մեծ խմբերով եւ դեռ այս բոլորի վրա անվտանգային խնդիրով բանակին ասել, որ ես հրաման եմ տվել խաղաղության հրադադարի ռեժիմը չխախտել։ Սա ինչ է նշանակում։ Նախահարցակ չլինել, թե հարձակվելու դեպքում ոչ մի բան չանել, ասելով, որ դե հրադադարի ռեժիմը չեն խախտում։ Եթե այն կողմից ասենք կրակում են, անընդհատ ճնշում են կրակային իմաստով։ Փաստորեն հրաման է տրված, որ ինչ էլ լինի, ոչ մի բան չանեք։ Սա է նշանակում։ Եվ պետք է ես կարծում եմ, որ գիտակցական աստիճանով մենք հասել ենք արդեն այն աստիճանին, լայն իմաստով, որ այլևս հասկանալից այն կողմ է սրանց գոյության սպառնալիք լինելը։ Եվ այո, պետք է ազատագրվել։ Եվ ես ասել եմ, այդ ժամը հեռու չի։